Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր խոսելու եմ ձեր սրտից, նկատի ունեմ մի թեմայի շուրջ, որը ձեզ հաճո կլինի եւ բառի բուն իմաստով ձեր սրտի մասին։ Մենք այսօր Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբան առիթմիոլոգ Նարեկ Ղազարյանի հետ խոսելու ենք շողացող արիթմիայի մասին մասնավորապես եւ իհարկե արիթմիաների ընդհանուր նկարագիրը կտանք։ Կարծում եմ սա հետաքրքիր թեմա է, կարծում եմ վերծանված թեմա է, բայց ինչքան էլ որ խոսենք, նորություններ կբացահայտենք։ Այդպես չէ, բժիշկ Ղազարյան, առողջ առավոտ։ Առողջ առավոտ, բարև ձեզ։ Ես ուրախ եմ շատ, որ այստեղ մենք միասին շարք ենք սկսելու Նորք Մարաշ բժշկական կենտրոնից եւ դուք առաջին հյուրն եք, շաբաթը բացում ենք միասին։ Եկեք փորձենք միասին սահմանել սրտաբանական պաթոլոգիաների մեջ արիթմիաները ինչ դեր ունեն եւ մի փոքր ավելի մկանք կառնենք շողացող արիթմիայի վրա, որովհետեւ շողացող արիթմիան նաեւ այլ մասնագետների համար գլխացավանք է լուրջ դառնում տարբեր իրավիճակներում։ Հատկապես նյարդաբանների։ Այդ թվում շնորհակալություն։ Արիթմիաները սրտաբանության մեջ մեծ տեղ են զբաղեցնում։ Առհասարակ բոլորս էլ գիտենք, որ սրտանոթային հիվանդացությունը, մահացությունը աշխարհում առաջին մարդասպանն է։ Եվ այդ շրջանակներում արիթմիաները եւս իրենց դերը ունեն։ Առհասարակ մարդկանց շատ մեծ մասը, եթե չեմ սխալվում, ամեն երրորդը իր կյանքում առնչվում է արիթմիայի հետ։ Մեր փոքր ստատիստիկայով առնվազն 50%-ը ես ինքս ունեմ արիթմիա, գուցե նաև շատերը, շատ տարածված է։ Մարդկանց շատ մեծ մասը իրենց կյանքի որևէ փուլում առնչվում է արիթմիայի, սրտի ռիթմի խանգարման, գանգատի հետ։ Հիվանդները, բուժառուները շատ դրամատիկ են նկարագրում իրենց ռիթմի խանգարումները, սիրտս գլխկոնձի է տալիս, թփրտում է, բարձրանում իջնում է։ Եվ արիթմիաների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արիթմիաները կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ, այսինքն սովորական ամենաանմեղ արիթմիայից սկսած, մինչև կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի կարող են հանգեցնել արիթմիաները։ Այսպիսով շատ տարածված են եւ հետազոտման կարիք ունեն։ Ես առաջարկում եմ այս երկու հիմնական խումբը, որոնք որ ներկայացվեց ձեր կողմից, ընդունենք որպես մեր քննարկման խնդրո առարկա, մինչև շողացող արիթմիային անցնելը եւ փորձենք քննարկել թե ինչ կլինիկական իրավիճակներում եւ ինչ պատճառացակմամբ կարող են սրանք դրսևորվել ժամանակավորը եւ իհարկե այն, որ արդեն մենք համարում ենք քրոնիկ սրտային պաթոլոգիա։ Ոնց որ ամեն ինչ բժշկության մեջ, այնպես էլ արիթմիաները կարող են ունենալ մի հստակ պատճառ եւ կարող են լինել այդ մեր լեզվով ասած իդիոպաթիկ, այսինքն որևէ հստակ պատճառ չունեցող։ Արիթմիաները կարող են առաջանալ ինչպես սրտի խնդիրների ժամանակ, այնպես էլ կարող են լինել օրգանիզմում այլ պրոցեսների, այլ օրգան համակարգերի դիսֆունկցիայի արտահայտում։ Որպես սրտի խնդիրներ կան առաջնային արիթմոգեն հիվանդություններ, որոնց առաջնային դրսևորումը արիթմիան է։ Դա հիմնականում կանալոպաթիաներ կոչվածն են, անցուղիների հիվանդություններն են։ Երբ սիրտը կառուցվածքով առողջ է, այսինքն խոյով որևէ խնդիր չկա, պատերը նորմալ կծկվում են, փականները ամեն ինչ նորմալ է, բայց գենային մակարդակով կա անցուղիների այնպիսի դիսֆունկցիա, որը որ կարող է հանգեցնել արիթմիաների, եւ դրանք հիմնականում այն իմ ասած վատ արիթմիաներն են, որոնք որ կյանքին վտանգ են սպառնում, կարող են բերել սրտային հանկարծամահության։ Եկեք մի փոքր անցուղիները հստակեցնենք, որ հեռուստադիտողին ավելի պարզ լինի, թե մասնավորապես ինչպիսի անցուղիների մասին է խոսքը։ Սիրտը իրեությամբ իրենով հետաքրքիր օրգան է, ավտոմատիզմ ունեցող, ինչ է դա նշանակում, եթե մյուս բոլոր օրգան համակարգերը, թոքերը, լյարդը, երիկամները աշխատում են մեր նյարդային համակարգի հսկողության տակ, սիրտը մասամբ ավտոմատիզմ ունի, երևի թե բոլորն էլ գիտեն, կինոների մեջ էլ տեսած կլինեն, որ օրգանիզմից դուրս հանված սիրտը շարունակում է կծկվել, դա սրտի ավտոմատիզմն է եւ նրա առանձնահատկությունն է։ Այդ առանձնահատկությունը ապահովում է հատուկ սրտի մեջ փոքր նյարդային համակարգը, հանգույցներ, անցուղիներ, կարծես սրտի մեջ փոքրիկ ուղեղ լինի, ողնաշար լինի, որը որ ապահովում է պերիֆերիկ ուղեղ, սրտային ուղեղ, որը որ ապահովում է սրտի ավտոմատիզմը, նրա կծկվելու ունակությունը մեր հիմնական նյարդային համակարգից զատ։ Եվ այդ փոքր նյարդային համակարգում կան հատուկ անցուղիներ, որոնք որ ապահովում են էլեկտրական իմպուլսների առաջացումը, որն իր հերթին ապահովում է սրտի կծկումները։
ահա այդ անցուղիների հիվանդությունները կարող են ստեղծել վտանգավոր իրավիճակներ։ Այնպիսի իրավիճակներ, երբ սիրտը կծկվի էապես ավելի շատ, քան պետք է, տախիկարդիաները առաջանան, սրտի հիմնականում ներքևի հարկերից եկող փորոքային տախիկարդիաներ, փորոքների էլեկտրահաղորդման համակարգի խանգարումներ։ Այո, եւ այդ էլեկտրահաղորդման համակարգի փոքր միավորը, մասնիկը հենց այդ անցուղիներն են, որոնց հիվանդությունները, իդեպ դրանք հիմնականում գենային պայմանավորված հիվանդություններ են, ժառանգաբար փոխանցվող հիվանդություններ են, ստեղծում են այդ կանալոպաթիաներ ասվածը, որոնց դրսևորումը, ինչպես արդեն ասեցի, հենց սրտի ռիթմի խանգարումներն են, կառուցվածքային առողջ սրտի պարագայում։ Ես կարծում եմ, որ շատ են, չէ՞, տղամարդ բուժառուները, որոնք որ սիրտը միշտ համեմատում են մեքենայի շարժիչի հետ, նույնիսկ այդպիսի անեկդոտներ կան եւ մանրապատումներ էլ կան անգամ։ Եվ սիրտը համեմատում են շարժիչի հետ, մոտորի հետ, իսկ մնացածը էլեկտրականության հետ, հատկապես ասված մի արասը, եթե այդ մարդիկ իսկապես այդ մասնագիտություն գրողն են, բայց անցնենք արդեն վերադառնանք կանալոպաթիաները եւ անցուղիները մարսեցինք միասին, հասկացանք։ Հերոստատիտողը նույնպես կարծում եմ հասկացավ, հիմա թվարկենք մյուս հնարավոր պատճառները։ Մյուս հնարավոր պատճառները կարող են լինել հենց սրտում։ Օրինակ, եթե կա սրտի ինչ-որ մի կառուցվածքային հիվանդություն, դիցուք մարդը ինչ-որ մի կյանքի փուլում տարել է սրտամկանի սուր ինֆարկտ եւ ունենք ֆիբրոզի հատված, սպիացած հատված, վերքի հատված, արդեն սպիացած, այդ հատվածի շուրջ եւս կարող են առաջանալ արիթմիաներ։ Կան նաեւ սրտամկանի հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, որոնց ժամանակ, որ եւս սրտամկանը դառնում է անհամասեռ էլիֆիբրոզի կուտակման պատճառով, եւ սա էլ հիմք է հանդիսանում արիթմիաների առաջացման, հա, այսինքն բուն սրտում եղած խնդիրները, փականային խնդիրները, անատոմիական փոփոխությունները անհետևանք չեն մնում նաեւ էլեկտրահաղորդիչ համակարգի համար։ Միշտ, սիրտը գրեթե միշտ պատասխանում է արիթմիաներով եղած կառուցվածքային խնդիրներին։ Սրտամկանի խնդիրները, ինչպես արդեն ասեցի, իշեմիկ խնդիրները, կարդիոմիոպաթիաները, փականների խնդիրները, սրտապարկում տեղ ունեցող բորբոքային պրոցեսները, սրտապարկում հեղուկի կուտակումը, ցանկացած կառուցվածքային խնդիր սրտում առաջացող հանգեցնում են այդ գործառութային արիթմիաների առաջացման, այո։ Սա այն արիթմիաներն են, որոնք որ պայմանավորված են սրտում եղած խնդիրներով։ Եվ կան արիթմիաների տեսակներ, որոնց դեպքում որ սրտում ակնհայտ խնդիր չկա, բայց արիթմիան կա։ Այդ արիթմիաների դեպքում շատ հաճախ օրգանիզմում այլ օրգան համակարգերում տեղ ունեցող խնդիրները կարող են տրիգեր հանդիսանալ արիթմիայի առաջացման համար։ Չլինել անմիջականորեն պատճառ, բայց խթանել, տրիգեր լինել արիթմիայի համար։ Օրինակ մենք շատ տարածված խնդիր ունենք մեր հասարակության մեջ վահանաձև գեղձի խնդիրները։ Նախկինում յոդի էնդեմիկ զոնայում էինք, հիմա ինֆորմացիա մոդեն դուրս ենք եկել ըստ ԱՀԿ-ի չափանիշների, որը շատ հաճելի նորություն է, բայց այնուամենայնիվ վահանաձև գեղձի խնդիրները ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում շատ ակտուալ են։ Համահունչ ենք աշխարհին, արդեն չենք համարվում էնդեմիկ զոնա։ Էնդեմիկ զոնա, բայց աշխարհում էլ քիչ չեն, էլի, անկախ էնդեմիկ զոնայում լինելուց։ Հավասարվել ենք, հա։ Վահանաձև գեղձի եւ թեր ֆունկցիան եւ գեր ֆունկցիան խիստ անդրադառնում է սրտի ռիթմի հաղորդչական համակարգի ֆունկցիայի վրա եւ շատ հաճախ վահանաձև գեղձի առաջին դրսևորումը հենց արիթմիան է լինում, այսինքն շատ դեպքերում ես առաջինը հանդիպում են հիվանդին, որի հիմնական խնդիրը վահանաձև գեղձ։ Եվ դուք էլ ախտորոշում եք կամ ուղղորդում եք նայեք։ Մենք նախնական հետազոտում ենք, ստուգում ենք, խնդիրը տեսնում ենք ու էնդոկրինոլոգների հետ ընկերություն ենք անում։ Անպայման, պարտադիր դա շատ լավ, կարևոր ընկերություն է, հոգուտ պացիենտի ընկերությունը։ Այո։ Շաքարային դիաբետը, էնդոկրինը շարժվենք առաջ, նույն զարկերակային հիպերտենզիան համատեղ խնդիր սրտաբանների, նյարդաբանների եւս շատ լավ հիմք է ստեղծում սրտում արիթմիաների առաջացման համար, հա։ Էլեկտրոլիտային դիսբալանսը, կալիումի, նատրիումի, կալցիումի, մագնեզիումի, որը որ տարբեր իրավիճակներում կարող է հանդիպել, հա, մարդը կարող է ինչ-որ մի աղիքային ինֆեկցիայի պատճառով կորցնել էլեկտրոլիտներ, փսխման, լուծի եւ այլն։ Եվ այդ էլեկտրոլիտային դիսբալանսից ունենա սրտի ռիթմի խանգարում։ Այսինքն օրգանիզմում տեղի ունեցող շատ պրոցեսներ իրենց դրսևորումը գտնում են արիթմիաների տեսքով։ Ես կուզեի մի դրույթ էլ քննարկենք, ավելացնել հոգեցին գործոնները, որոնք շատ հաճախ եւ շատ տարածված են, սակայն մենք երբեմն մի բացթողում ենք ունենում, մենք բոլոր մասնագետներս, երբ շտապում ենք առանց բուն օրգանական խնդիրները հերքելու, ասել, որ սա պսիխոսոմատիկա է,
սա պանիկ գրողների հետ է զուգակցվում, գուցե նաև պացիենտը ունենա հոգեկան առողջության խնդիրներ, բայց սրանք բացառման ախտորոշումներ են եւ երբ թե դուք էլ նույն խնդրին առնչվում եք, որ երբ այլևս ոչինչ չեն գտնում, ամեն ինչ իսկապես հարթ է, սրտաբանական, էնդոկրին, նյարդաբանական եւ մի շարք այլ ներքին օրգանների խնդիրները բացառում ենք, նոր ասում ենք հոգեցին խնդիրներ։ Ճիշտ այդպես։ Այո, բացառման ախտորոշում է, պետք է օրգանական պատճառները շղթել, նոր վստահ լինել, որ խնդիրը նյարդային գերլարման մեջ է, բայց մեր բուժառուները սիրում են այդ հարցը տալ, ամենաակնհայտ օրգանական խնդրի ժամանակ էլ իրանք շատ ուզում են լսել, որ ներբերիցական սի ոչինչ։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ մենք այդ հաճելի հոգեկան առողջությունը, հուզականությունը խառնում է նյարդային համակարգի հետ ու դիմում է նյարդաբանի։ Տարիներ առաջ մենք անընդհատ բախումների մեջ էինք հոգեբույժների հետ, երբ որ այդ անցումային սահմանային դեպքերը դե լավ թեթև տագնապ է մենք բուժենք եւ այլն, իրականում դրանք դասիչով հոգեբուժական խնդիրների մեջ են եւ պետք է բավարար ուժ ունենալ եւ հրաժարվել այդ պացիենտից, հոգուտ այդ պացիենտի, կարծում եմ պացիենտի պակաս մեր երկրում համենայն դեպս չունի ոչ մի բժիշկ եւ ոչ մի պահանջված բժիշկ դրա խնդիրը չունի։ Լավ, եկեք արդեն մարսեցինք պատճառացակումները, քննարկեցինք ըստ էության կլինիկական ընթացքը, որոշ դրույթներ խոսեցինք, եկեք կանգ առնենք ախտորոշման մեթոդների վրա եւ փորձենք մի փոքր պահպանողական բուժումից խոսալ, որովհետեւ մենք դրանից հետո առիթ կունենանք, կարծեմ, այլ գործընկերոջ հետ վիրաբուժական միջամտությունների մասին խոսել, մենք շարք ենք անելու բժշկական կենտրոնի հետ։ Ինչպես ենք ախտորոշում արիթմիաները։ Դասական, 12 արտացումային էսգն հսկայական ինֆորմացիա է տալիս մեզ արիթմոլոգներից։ Մեր ամենասիրած հետազոտությունն է ամենահասանելին, բայց հսկայական ինֆորմացիայի պաշարով։ Առաջին հերթին կատարվում է մեծ դիմաց այցելուներին ռուտին, անկախ կանգատից, անկախ ինչի համար է, ոնց է եղել էպիզոդը, կատարվում է էլեկտրասրտագրություն։ Երկրորդ էտապը էխոսրտագրությունն է։ Սա եւս մեզ տալիս է շատ մեծ ինֆորմացիա։ Առնվազն մենք պատկերացում ենք կազմում փնտրել արիթմիա, որը կապված է, ինչպես նշեցի, սրտի կառուցվածքային խնդրի հետ, թե այլ տեղում փնտրել պատճառը, գեներում, այլ օրգան համակարգերում, թե ինչպես։ Օրինակ, եթե ես լինեի հեռուստադիտող, ով սկզբից մինչև այս պահը ուշադիր լսել է, հաստատ ինձ մոտ ոչ մի հարց չէր առաջանա, որովհետև այն, ինչ մենք նկարագրեցինք, ուղղակիորեն վկայում է հաջորդող հետազոտությունների մասին։ Սրտի էխոյով փնտրում ենք ուլտրաձայնային հետազոտությամբ կա կառուցվածքային փոփոխություն, թե էլեկտրահաղորդման այն պերիֆերիկ ուղեղի մեջ է խնդիրը, չէ՞։ Այո, ճիշտ է։ Հետո ուրիշ հետազոտություններ։ Մյուս հետազոտությունը եւս մեզ շատ օգնում է, հոլտեր հետազոտությունն է, երկարաժամյա EKG հետազոտությունն է։ Սարք է կախվում հիվանդի վրա, որը որ 24 մոտավորապես 17-ից 24 ժամ, անհրաժեշտության դեպքում նաև երկար 3 օրվա, 7 օրվա, մի ամսվա կտրվածքով ուսումնասիրում է հիվանդի սրտի ռիթմը, այսինքն եթե EKG-ն մեզ հնարավորություն է տալիս մի քանի վայրկյանի ընթացքում տեսնել սրտի էլեկտրական ակտիվությունը, հոլտեր քննությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի տևական ժամկետներում ֆիքսել հիվանդի սրտի ռիթմը։ Հատկապես ատիպիկ դեպքերում, երբ այդքան ակնհայտ չի, պահանջում է շատ երկար զննում։ Արիթմիաների մեծ մասը մշտական չեն, այսինքն լինող, անցնող են, հա, իրենց պետքա ֆիքսել, պահը բռնացնել, այսպես ասած։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև բուժել հնարավոր է միայն ճիշտ ախտորոշման դեպքում։ Իսկ գանգատները, գրեթե բոլոր արիթմիաների գանգատները միևնույնն է, սրտխփոց, սրտի արագ, անկանոն աշխատանք, որոշ չափով գանգատները մեզ հուշում են, թե հատկապես որ տեսակի արիթմիայի հետ գործ ունենք, բայց ամենակարևոր կետը բժշկի աշխատանքի մեջ ճիշտ ախտորոշելն է։ Իսկ արիթմիաների դեպքում մենք պետք է ունենանք հստակ դոկումենտացիա տվյալ արիթմիկ էպիզոդի, հենց նրա, ինչը որ հիվանդին անհանգստացնում է։ Միշտ չի որ դա ստացվում անել այդ մի քանի վայրկյանանոց EKG-ով, եւ այս դեպքում մեզ օգնության են գալիս ավելի երկար ժամանակ գրանցող սարքերը։ Ինչպես նշեցի, դա կարող է լինել հոլտերը, այսպես ասած event monitoring-ը իր բնույթով նման է հոլտերին, բայց հիվանդի ռիթմը չի գրանցում ամբողջ ժամանակի ընթացքում։ Գրանցում է միայն այն ժամանակ, երբ հիվանդը կոճակը սեղմում է։ Սա հիվանդներին է ցուցված հատկապես, որոնց գանգատը ավելի հազվադեպ է լինում, օրինակ ամսվա մեջ մի անգամ։ Եվ զգում են դա հստակ։ Նաև, այո, զգում են հստակ եւ կարող են ֆիքսել էլի։ Նյութ չի կուտակվում, բժիշկը ժամանակ չի կորցնում, որ անիմաստ, որովհետեւ դա շատ ծանր բոլոր ամեն կոմպլեքս եւ այլն, հա։ Ֆիքսվում է հենց հատկապես գանգատը։
Եվ ամենավերջինը իմպլանտացվող սարքեր գոյությունն է, որոնք որ տեղադրվում են հիվանդի մարմնի մեջ, հիմնականում այս հատվածում, կրծքավանդակի շրջանում, մաշկի տակ, եւ այդ սարքերը եւս գրանցում են սրտի ռիթմը արդեն տևական տարիների կտրվածքով։ Սա հիմնականում Pacemaker-ի նման, բայց ոչ բուժական նպատակով, այլ դիագնոստիկ նպատակով, այո, ռիթմավար սարքին նման է, բայց միայն դիագնոստիկ նպատակով։ Հիմնականում սա ակտուալ է ուշագնացությունների ախտորոշման համար, որոնք որ կարող են լինել հազվադեպ, տարվա մեջ մի անգամ, բայց շատ կարևոր է ուշագնացության պատճառը հասկանալ։ Այստեղ մեր մասնագիտությունները շատ սերտ են խաչվում եւ համատեղ անելիք շատ ունենք։ Այո։ Ցավով պետք է նշեմ, որ իհարկե պացիենտները հետազոտվում են բոլորի կողմից, բայց անջատ եւ առանց փոխադարձ կոնտակտի եւ իրար հետ քննարկումների, ցավով պետք է նշեմ, այնպես որ այստեղ չկարողացա չարձագանքել։ Իդեպ ուշագնացությունների հետ առաջինը կարծում եմ, որ մեծամասամբ առնչվում են նյարդաբանները, հիվանդը ուշագնացությամբ ինքը դեպություն է կատարում մոտ պետքա գնա, հիմնականում իր տրամաբանությամբ նյարդաբանի մոտ է գնում, այն դեպքում, որ ուշագնացությունների պատճառները շատ ավելի մեծ մաս դեպքերում հենց սրտաբանական են։ Առհասարակ ուշագնացությունների մասին կուզեի փոքր ավելի լայն խոսել, հետո վերադառնանք ախտորոշման մեթոդներին։ Բայց ես նաև մեզ երկուսիս հիշեցնեմ, որ հաղորդման սկզբում պայմանավորվեցինք շողացող արիթմիան մարսել, կարողանանք շողացող արիթմիայից էլ խոսել։ Ուշագնացությունները ընդհանրապես արիթմիաները զրույցի սկզբում ասացի, որ կարող են լինել ինչպես պարզ, բարորակ արիթմիաներից, որի հետ որ գրեթե ամեն մեկ իր կյանքի ընթացքում անցնում է, մինչև կյանքին վտանգ սպառնացող արիթմիաներ, ուշագնացությունները եւս շատ տնավարի ասած փուխանատ կանգատ է։ Դա կարող է լինել ինչպես բարորակ, վազովագալ ուշագնացություն, որի հետ էլի շատերն են առնչված լինում իրենց կյանքի ընթացքում, հատկապես մանկական տարիքում։ Աղջիկները կանայք նաև մենստրուացիոն ցիկլի հետ կապված ցավից, արյան տեսքից, երկար կանգնած դիրքից, փչող գործիքներ նվագելու ժամանակ դա կարող է լինել, մինչև ուշագնացությունը կարող է լինել հանկարծակի սրտային մահվան նախանշան։ Եվ մեզ արիթմոլոգներին, սրտաբաններին, այդ թվում նաև նյարդաբաններին համատեղ նրանց օգնությամբ շատ կարևոր է տարբերակել, թե հատկապես որ ուշագնացության հետ գործ ունենք, հիվանդին ասել առողջ ապրելակերպ, հեղուկների բավարար օգտագործում, ակտիվ սպորտ, այո, խուսափել են տրիգերներից, որոնք բերում են ուշագնացության եւ ապրել հանգիստ, թե փափուկ բարձ դնել պացիենտի գլխի տակ։ Թե ընդհակառակը մաքսիմալ հետազոտել, ընդհանրապես գենետիկ անալիզ հասկանալու համար, թե ինչն է ուշագնացության պատճառը։ Շատ դեպքերում ուշագնացությունները որպես նյարդաբանների հետ համատեղ լինում են նաև ցնցումային համախտանիշի դրսևորում կամ նույնիսկ լինում են նյարդաբանական ուշագնացություններ, որոնք ցնցումայինով չեն ընթանում, այստեղ էլ արդեն շատ հաճախ սրտաբաններն են դոմինանտ դառնում եւ բաց թողում նյարդաբանական դիագնոզ, այնպես որ ցանկացած դեպքում սա խաչմերուկ է, որտեղ պետք է ակտիվ համագործակցել։ Այո, ցանկացած դեպքում ներկոլեգիալ ընկերությունը իշա հիվանդի հետ ծառայելու միանշանակ։ Կարծում եմ ժամանակները այդպեսին դառնում են, երբ պացիենտի շահ իսկապես ոչ թե խոսքերով, այլ իրականում պրակտիկ կյանքում գալիս է առաջին պլան, դրան նաև ժամանակ է պետք մի փոքր ընդհանուր հանրության, այդ թվում առողջապահական հանրության հասունացման համար։ Ճիշտ ճանապարհին ենք այնուամենայնիվ կարծում եմ։ Եկեք չմոռանանք, նորից եմ հիշեցնում, եկեք շողացող արիթմիայից խոսենք եւ դրա վտանգներից, ռիսկերից, դրա խնդիրներից, որ առաջացնում է այդ թվում վիրաբույժների կյանքում եւ այսպես շարունակ։ Շողացող արիթմիայի ընտրությունը պայմանավորված էր նրանով, նկատի ունեմ այս զրույցի ընթացքում հատկապես իրեն անդրադառնալու ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ամենատարածված արիթմիաներից մեկն է։ Որոշակի տարիքից սկսած 55+ տարիքում ամեն տասնամյակ մեկ կտրուկ ավելանում է շողացող արիթմիայի տարածվածությունը։ Եվ 75+ տարիքային խմբերում 5-ից 10% մարդիկ շողացող արիթմիա են ունենում։ Անունը շատ հետաքրքիր է, ինտրիգային շողացող արիթմիա։ Իմ բուժառուները երբեմն այլ անուններ են տալիս դրան, ինձ ասում են բժշկուհի ջան, կայծկլտացող արիթմիա ունեմ, լուսավոր արիթմիա ունեմ, ոսկեղենիկ հայերենը հարուստ արիթմիա ունեմ,
Անունը պայմանավորված է զուտ նկարագրական առանձնահատկություններով, հա, ինչ է տեղի ունենում շողացող արիթմիայի ժամանակ։ Սրտի վերևի հարկերը, նախասրտերը գծկվում են քաոսային եւ մեծ արագությամբ։ Եվ հենց մկանաթելերի այդ քաոսային շարժումն էլ շողացման ասոցիացիա է ստեղծել եւ դրանով էլ անունն է պայմանավորված շողացող արիթմիա։ Մեր սրտաբանների մեջ ավելի տարածված է նախասրտերի ֆիբրիլյացիա տերմինը։ Ֆիբրիլյացիա մկանաթելերի արագ անկանոն շարժում։ Այսպիսով հասկացանք, շողացող արիթմիայի ժամանակ սրտի վերևի հարկերը գծկվում են արագ եւ անկանոն։ Իսկ ինչպես են գծկվում ներքևի հարկերը։ Ներքևի հարկերը որոշ իմպուլսներ ստանում են վերևի Դանդաղ եւ հարկերից։ կանոնավոր։ Ցավոք ոչ։ Որոշ իմպուլսներ ստանում են, որոշները չեն Տրամաբանությունը դա է ընդհանրում, բայց ամբողջ խնդրումը նրա մեջ է, որ ցավոք ոչ։ Այդպես չէ, այո։ Կարող են գծկվել դանդաղ, բայց անկանոն։ Այո։ Կարող են գծկվել նորմալ արագությամբ, բայց էլի անկանոն, եւ կարող են գծկվել խիստ արագ եւ էլի անկանոն։ Շողացող արիթմիան անկանոն արիթմիա է։ Ամեն դեպքում վերևի հարևանները ներքևի հարևաններին համահունչ են, սազում են իրար։ Այո, անկանոնության տեսակետից սազում են։ Ավելի հաճախ մենք գործ ունենք արագ շողացող արիթմիայի հետ, տախիսիստոլիկ արիթմիայի հետ, հիմնականում այդ տեսակը ամենահաճախն է հանդիպում։ Տհաճ է շողացող արիթմիան մարդկանց համար մեծամասամբ կամ մեծամասամբ բառը երևի թե այդքան էլ ճիշտ չէր ասել, դեպքերի 50%-ում, որովհետև մյուս 50% շողացող արիթմիա ունեցող մարդիկ առհասարակ չեն զգում իրենց արիթմիան։ Եթե զգում են, շատ դրամատիկ են նկարագրում, շատ ակնհայտ են դա զգում, Շողշողուն գոհարներ են նկարագրում։ Այո։ Հայտնի երգից ցիտենք։ Ճիշտ այդպես։ Իսկ եթե չեն զգում, առհասարակ չեն զգում։ Եվ իրականում չզգալը գուցե ավելի մեծ խնդիր է մեր համար, քան սիմպտոմատիկ շողացող արիթմիան։ Ինչի, որովհետև սիմպտոմատիկ շողացող արիթմիայի ժամանակ եթե մեր առջև դրված է հետևյալ խնդիրը հիվանդի կյանքի որակը պահպանել, բարելավել, բուժել այդ արիթմիան, չզգալու դեպքում շատ հաճախ մենք հանդիպում ենք հիվանդին այն ժամանակ, երբ արդեն զարգացել են շողացող արիթմիայի բարդություններ։ Եթե դուք ունենայիք 2 րոպե եթերաժամանակ, ինչ կպատմեիք շողացող արիթմիայի մասին, որովհետև այդքան էլ մնացել է մեզ, իմ գործընկերները հուշում են, փորձենք ամենից կարևոր շեշտադրումները անել։ Տարածված արիթմիա է, չունի մի հստակ պատճառ, բայց կան ռիսկի գործոններ, որոնք հաշվի առնելով պետք է ենթադրել արդյոք ես կունենամ շողացող արիթմիա, թե ոչ։ Դրանք են տարիք 55+, շաքարային դիաբետ, բարձր զարկերակային ճնշում, վահանաձև գեղձի խնդիրներ, ադինամիկ նստակյաց ապրելակերպ, հավելյալ քաշի խնդիր եւ քնի ապնոյ, երբ մարդը խրացնում է կամ շունչը կտրվում է քնի ժամանակ։ Շատ շնորհակալ եմ, որ այդ թեմային անդրադարձել եք, որովհետև վերջերս մենք բժիշկ Սամսոն Խաչատրյանի հետ շատ լավ ճանաչում եք, վստահ եմ, քնի խանգարումների մասով խոսել ենք եւ մենք հատկապես շեշտում ենք, որ ինչքան լավ կլիներ, եթե բոլոր բժիշկները քնի ապնոյին ինչ-որ ասպեկտով անդրադառնային, ոչ միայն նեղ պրոֆեսիոնալները։ Ստիպված անդրադառնում ենք։ Այո։ Մեր հատում ունենք քնի ապնոյի հետ։ Ռիսկի գործոնները հասկացանք։ Սիմպտոմատիկ կարող է լինել, սրտի արագ անկանոն աշխատանք, կարող է առհասարակ չդրսևորվել որևէ կլինիկական նշանով եւ այդտեղ շատ կարևոր է սկրինինգային հետազոտությունները տարվա մեջ մի անգամ կարդիոգրամը անցնել, գուցե հենց հայտնաբերվի այդ արիթմիան են մարդու մոտ, որ դրա գանգատը չունի։ Ամենացավոտ կետը շողացող արիթմիայի, բացի նրանից, որ ինքը տհաճ է, որովհետև արագ է, սիրտը աշխատում, անկանոն է աշխատում, այդ անկանոն մկանաթելերի գծկումները լավ նպաստավոր հիմք են նրա համար, որ սրտի այդ հատվածում, վերևի հատվածներում թրոմբ ձևավորվի։ Թրոմբը պոկվելու դեպքում արյան հոսքով կարող է գնալ ամենուր, ամենացավալին, երբ թրոմբը գնում է ուղեղ եւ ինսուլտի պատճառ է դառնում, արդեն շատ ավելի ծանր եւ ցավալի հետևանքներով։ Լավ կողմը այն է, որ այդ process-ը կարելի է կանխարգել ժամանակին իմանալու դեպքում։ Կան հակակոագուլյանտ, հակամակարդիչ դեղորայք, մեր ժողովրդի լեզվով ասած արունջրի կասնող դեղորայք, որոնք կանոնավոր օգտագործելու դեպքում 70-80% հավանականությամբ այս իմ նկարագրած process-ը կանխարգելվում է։ Ուրախ նոտայով ֆիքսենք, որ սիրելի հեռուստադիտող, սիրելի պացիենտներ, հատկապես նրանք, ովքեր հստակ ունեն այս ախտորոշումը, սա կառավարելի վիճակ է, հնարավորինս կառավարելի վիճակ է։
Սիրելի բժիշկ Ղազարյան, պետք է ներողություն խնդրեմ։ Մենք մոտեցել ենք եթերաժամի ավարտին, մեր առողջ առավոտը այսքանով մենք կփակենք։ Կա շատ կարևոր միտք, որ անպայման կուզեի հնչեցնել։ Հակիրճ։ Մինչ բժիշկ Ղազարյանը կմտածի, ես հուշեմ պարզապես երերուստադիտող, որ իսկապես անդրադարձանք եթե շատ տարածված, բայց իմ կարծիքով ոչ այդքան եթերային եւ եթերներից հնչող թեմայի եւ կարողացանք բավականին մանրամասն ներկայացնել այն։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բայց սպասում ենք բժիշկ Ղազարյանի վերջնական փոքրիկ ուղերձին։ Երկու քաղցր խոսք ձեր պացիենտներին կամ գործընկերներին։ Առողջ եղեք, հետևեք ձեր սրտին, լսեք ձեր սրտի ձայնը։ Մենք անդրադարձանք այսօր ձեր սրտին, տեսնենք վաղը ձեր ինչին ենք անդրադառնալու։ Կատակում եմ սիրելի հեռուստադիտող, ձեզ հրաշալի օր եմ մաղթում։